Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը ու խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը նվազեցրել է ռազմական սիրացման հավանականությունը եւ բարձրացրել է խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Բայց երկու պետությունների միջև երկարաժամկետ խաղաղության համար բացասաբար է ազդում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթները եւ դրանց ուղեկցող գործողությունները։ Ըստ տվյալների Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար, ասված է արտաքին հետախուզության ծառայության զեկույցում։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Զանգեզուրի Միչանսկի կյանքի կոչվելը Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ այն կարևոր է միջին Միչանսկի համար, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Թուրքական Անադոլայի փոխանցմամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է, թե ռազմական տեսանկյունից Նախիջևանի եւ Ադրբեջանի միջև ցամաքով միանալը շատ կարևոր է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Ֆիդանը նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն այցի ընթացքում քննարկված Թրամփի ուղին թրիփը դա հենց Զանգեզուրի միջանցքն է։ Հական Ֆիդանը անդրադառնալով Հայաստանի առաջիկա ընտրություններին նշել է. 2026 թվականի հունիս ամսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որը այս գործընթացի կարևոր մասն է լինելու։ Ըստ հասարակության մեջ սոցհարցումների Փաշինյանը առաջատար է։ Հայ հասարակությունը աջակցում է նրա կառուցողական դերակատարությանը, անհրաժեշտ է, որ այդ կամքը շարունակվի, հավելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրանյուզին տված հարցազրույցում բողոքել է Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի անարդար քաղաքականությունից, հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը բարձր է գնահատում Բաքվի հետ հարաբերությունները, իսկ Եվրոպան մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականության մեջ։ Նա հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի անդամները խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ քաջություն կգտնեն վերանայելու Ադրբեջանի հանդեպ անարդար քաղաքականությունը, գրում է Hakin.az-ին։ Իդեպ նշենք, որ ադրբեջանական պատվիրակության գործունեությունը Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովում կասեցված է։
Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին Ալիք 34-ի վրա։ Ըստ հնդկական լրատվամիջոցների Solar Defense and Aerospace Limited ընկերության արտադրության պինակա կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը ուղարկվել է Հայաստան ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։ Այս զինատեսակի մատակարարման պայմանագիրը Հայաստանը եւ Հնդկաստանը կնքել են դեռևս 2022 թվականին։ 2024 թվականին հնդկական լրատվամիջոցները հայտնել են, որ Հնդկաստանից Հայաստան զենքի ձեռքբերման ծավալը հասել է $600 միլիոն։ Ավելի վաղ Հայաստանը գնել էր հնդկական պինակա համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչպես նաեւ 80 մմ-անոց հաուբիցներ եւ այլ զինատեսակներ։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Հայաստանը այն 75 երկրների շարքում է, որոնց քաղաքացիների համար Միացյալ Նահանգները կասեցրել է վիզաների տրամադրումը, հայտնում է Fox News-ը։ Ըստ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի վիզաները կասեցված են Սոմալի, Հայիթի, Ռուսաստանի եւ Իրանի համար։ Պետդեպարտամենտի նախկին հայտարարության մեջ նշված երկրներից բացի Հայաստանի հետ ներառված են նաեւ Աֆղանստանը, Ալբանիան, Ալժիրը, Բելարուսը, Թայլանդը, Լիբիան եւ այլն։ Վիզաների կասեցումը սկսվել է հունվարի 21-ից, այն չի տարածվում զբոսաշրջային, գործնական կամ ոչ ներգաղթային վիզաների դիմումների վրա։ Discover the magic of MVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At MVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների դեսպանատունը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ հարցազրույցի համար այլ ծառայությունների միջամտությունից։ Եթե որևէ տուրիստական կազմակերպություն կամ այլ ծառայություն ձեր դիմումում լրացրել են սխալ կամ կեղծ հեռախոսահամար կամ էլեկտրոնային հասցե, ապա դեսպանատունը իրավունք ունի չեղարկել ձեր հանդիպումը, խուսափեք երրորդ կողմի միջամտությունից եւ հավելյալ վճարներից։ Ձեր դիմումում արկա տեղեկատվության ճշգրտության եւ ճշմարտացիության պատասխանատուն դուք եք, ասված է դեսպանատան հայտարարության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները։ Պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքի կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության եւ այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո եւ ֆոտո, պատրաստում գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ եւ ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.nvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։
Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը։ Ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։